Բարև ձեզ, անկախության սերունդ երիտասարդական հաղորդաշարն է եթերում։ Այսօրվա մեր հաղորդումը երիտասարդական տարբեր ծրագրերին մասնակցելու հնարավորությունների և մեզ հուզող խնդիրների մասին է, բայց մինչ այդ անցած իրադարձությունների մասին։ Օրերս Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակում տեղի ունեցավ մարդու իրավունքների կրթության համար նախատեսված կողմնացույց գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը։ Այս գիրքը բացի հայերենից թարգմանվել է նաև 16 այլ լեզուներով։ Ձեռնարկը նախատեսվում է նաև գործածել հանրակրթական դպրոցներում։ Դեկտեմբերի 1-ին Հաշմանդամների միջազգային օրը Միավորված ազգերի կազմակերպության Երևանյան գրասենյակում տեղի ունեցավ Հաշմանդամ երեխաների աշխատանքների ցուցահանդես վաճառ։ Մասնակիցները ստեղծագործություններում ներկայացրել էին աշխարհն իրենց ընկալմամբ։ Փյունիկ կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված այս ծրագրի հասույթը կտրամադրվի Հաշմանդամ երեխաների խնդիրների լուծմանը։ Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հովանավորությամբ վերջերս տեղի ունեցավ երիտասարդ արվեստագետների ցուցահանդես նվիրված Հայաստանի անկախության 15-ամյակին։ Երիտասարդ արվեստագետների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության և Հայաստանի նկարիչների միության կողմից կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված էր մոտ 50 աշխատանք՝ կերամիկա, բատիկա, գրաֆիկա, գեղանկար, քանդակ։ Դեկտեմբերի 8-ից 13-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ երիտասարդական միջմշակութային փառատոն, որին մասնակցում էին հայ և օտարազգի շուրջ 50 երիտասարդներ։ Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնի այս ծրագրի նպատակն է նպաստել ողջ աշխարհում մշակույթների պահպանությանն ուղղված աշխատանքների արդյունավետությանը։ Այս անգամ երիտասարդական «Մենք, դուք, նրանք» թերթում ընթերցեք հարցազրույց Հասմիկ Պապյանի հետ։ Թերթում կգտնեք նաև ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի հուշերը երիտասարդ ազատամարտիկների մասին։ Հետաքրքրական նյութ Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի 15-ամյակի մասին կրկին «Մենք, դուք, նրանք» թերթի այս համարում։ Մի քանի օրից ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում կկայանա Հայաստանի ուրախների և հնարամիտների ակումբի ուսանողական լիգայի 1/4 եզրափակիչ փուլը։ Ինչպես են ուսանողները պատրաստվում խաղին և ինչ են ակնկալում կազմակերպիչները, մեր տեսանյութում։ Ապրում եմ որ քեզ սիրեմ, շուրթերը համբուրեմ ու ձեռքդ միշտ ես բռնեմ, ցավերս ես ինձ վերցնեմ սիրեմ, գուրգուրեր սիրտը սիրով լսնեմ և ջանկացնեմ միշտ քեզ հետ հավետ, ահա այսպես։ Իմ կողքին փայլես դու իմ թագուհին ես, հանգին ես, խոստացիր որ ինձ կուզենամ իմ կողքից լինես, որ քեզ տանեմ երկին, շեմ գրկեմ կրկին, նստած ես հես քարի, պչում եմ եղվ քամի։ Այսպիսի ծիծաղելի դրվագներով է, որ Հայաստանի ուրախների և հնարամիտների ակումբի ուսանողական լիգայի թիմերն արդեն 3-րդ տարին է զվարճացնում են հանդիսատեսին։ Բայց մինչ բեմ դուրս գալն ուսանողներին սպասվում է նախապատրաստական օրեր։ Մասնակիցների խոսքերով սցենարի պատրաստումը, փորձերը և բեմադրությունները դժվար, սակայն հաճելի աշխատանքներ են։ Ինչպես նշում են կազմակերպիչները, գործն ապարդյուն չի անցնում։ 3-րդ խաղաշրջանն է մեր մոտ արդեն։ Անհամեմատ նույնիսկ համեմատած չէ, անհամեմատ հիմա արդեն շատ ավելի հեշտ է, ամեն ինչը թիմերն են ավելի որակով կարելի ասել, որովհետև թե փորձը կան մասնակիցներ, կան թիմեր նույնիսկ, որ արդեն 3-րդ տարին են խաղում։ Բարի երեկո, սիրելի բարեկամներ, Հայաստանի ուսանողական Դեկտեմբերի 16-ին և 17-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում տեղի կունենա Կավենի ուսանողական լիգայի 1/4 եզրափակիչ փուլը։ Այս օրերին 2 ենթախմբերի բաժանված կմրցեն 11 թիմեր, որոնցից 9 նորեկներ են, սակայն հաջողությամբ մրցում են այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են նախորդ տարիների հաղթողներ Բրյուսովի լեզվաբանական համալսարանի և տնտեսագիտական համալսարանի թիմերը։ Մրցակցությունը և ավելի լավ հանդես գալու ցանկությունը ըստ կազմակերպիչների աճում է ամեն խաղի հետ։ Սակայն այս մրցույթի վերաբերյալ կանխատեսումներ անել Սարգիս Կալպակյանը խուսափում է։ Գնահատել այդպես միանշանակ դեռ չեմ կարող մինչև խաղը չլինի, որովհետև միշտ էլ անկանխատեսելի է լինում արդյունքները, սենց ասեմ, պարզա որ
ակնկալում ենք, որ պետքա որ ավելի բարձր լինի ու ոչ միայն ակնկալում ենք կամ հուսով ենք, այ ինչ-որտեղ աշխատանքները դրա վրա են ուղղված հիմնական։ Տոմսերը հիմնականում վաճառված են, մասնակիցները գրեթե պատրաստ։ Արդյունքներն իհարկե խաղի օրը պարզ կդառնան, սակայն պարբերաբար կազմակերպվող մրցույթներն ու թիմերին ոգևորող երկրպագուները հուսադրում են, որ մեր ուրախներն ու հնարամիտները մոտ ապագայում կվերականգնեն Հայաստանի ԿՎՆ-ի նախկին համբավը։ Վերջերս Հայաստանում հանդիպեցին Ռոբերտ Քոչարյանը եւ Ժակ Շիրակը։ Պարոն Շիրակ, վերջերս ձեր պատվին օպերային կից հրապարակը վերանվանեցինք ֆրանսիական հրապարակ։ Իսկ անձամբ ձեր անվան պատվին Երևի Շիրակի մարզը վերանվանել ենք Շիրակի մարզ։ ոչ, պարոն Ժակ, Ջակի ջուկի ջինսերի խանութը վերանվանել ենք Ժակի ժուկի ջինսերի խանութ։ Ծիծաղելուց եւ ծիծաղեցնելուց բացի ուսանողները ստիպված են նաեւ մտածել դասերի մասին։ Մոտենում է նոր քննաշրջանը նոր սթրեսներով եւ նոր արկածներով։ Եթե ձմռան գալուստը մեծահասակների համար կենցաղային խնդիրներ է ստեղծում, ապա ուսանողների համար այն նշանավորվում է քննություններով ու ստուգարքներով։ Իհարկե դժվար է ասել քննություններին պատրաստվելը տանջանք է թե հաճելի զբաղմունք։ Экзамен для меня всегда праздник, профессор. Похвально. Սովորաբար ուսանողներն այդ տոնին պատրաստվում են նախատոնական մի քանի օրերին միայն։ Հենց այդ օրերին էլ սկսվում է իրարանցումը, տարբերակները շատ են։ Օրինակ պատրաստվել կարելի է ընթերցասրահներում կամ էլ սեփական սենյակում փակված, բայց կա նաև ավելի հետաքրքիր տարբերակ, որի դեպքում հաճելին ու օգտակարը համադրվում են։ Ասեն տարբերակն է, երբ ուսանողին հարցնում են չինարանի արբանեքանի օրում կսովորես, ասում են դու ասա երբ է քննությունը։ Հիմա մենք տարվա ընթացքում մեր մի ամբողջ մի sense հույսը լինում է վերջի մի քանի օրը, 3-4 օրը կամ ավելի քիչ 2 օրը, երբ մենք իր գլխի հավաքվում ենք ու փորձում ենք իմի բերել տարվա ընթացքում ստացած գիտելիքները։ Դե ասեմ, որ խմբակային պարապմունքը դա համենայն դեպս անհատական պարապմունքից առավել է, ինչու, որովհետև ամեն մեկը լրացնում է մյուսի չիմացած գիտելիքը, այսինքն մի հարց ես չգիտեմ, մի հարց նա չգիտի, մյուսին նա գիտի, նա չգիտի, այսպես փոխլրացում կա եւ ավելի արդյունավետ է լինում պարապմունքը։ Համենայն դեպս առաջին մեր փորձը լավ ավարտվեց, երեքս էլ գերազանց ստացանք։ Սահմանում ենք պատիժներ, ասենք ով շեղվի թեմայից, խոսի ինչ որ այլ թեմայի շուրջ, պետք է թատրոնի կամ կինոյի տոմս գնի։ Здравствуйте, Зой. Дайте, пожалуйста, ключ. У тебя же сегодня экзамен. Угу. Еще целых 3 часа. Мы пока с подружкой позанимаемся. Միասին պարապելու մեկ այլ առավելություն, այդպես կարելի է ասենք մտերմանալ այն համակուրսեցու հետ, որին մինչ այդ միայն անունով գիտեիք կամ գուցե չէիք նկատում։ Здрасте. Ну как, сдала? 5. Молодец. А подружка? Не знаю. Идемте. До свидания. Վերջ, մենք արդեն պատրաստ ենք քննությանը։ Մնում է միայն ճիշտ դրսևորել յուրացրած գիտելիքները, հաջող տոմս վերցնել ու փորձել դուր գալ դասախոսին։ Բոլորս էլ մարդ ենք, սիմպաթիայի համակրանքի գործոնը այսպես թե այնպես կարող է ազդել, մի քիչ ավելի շատ, բայց ազդի հետևյալ կերպ ավելի շատ հարց տաս, թե ավելի պակաս հարց տաս, բավարարվես իր ասածով, թե մի քիչ ավելի քրքրես։ Ասում եմ, եթե մարդ խոսելիս նայում է աջ կողմ, ինքը դուրք է տալիս իր երևակայությունը, այսինքն այդքան էլ գիտելիք չունի, սկսում է հորինել, արագ-արագ խոսելով հորինելով ասում, իսկ երբ որ ձախ է նայում, ավելի շատ հիմնում է իր գիտելիքների վրա։ Եթե բախտն այսքանից հետո էլ չի բերում, դիմում ենք երևակայության օգնությանը, որն այս դեպքում սահմաններ չի ճանաչում։ Այդ կուրսում մի տղակար շատ լավ անգլերենի էր տիրապետում, չափից դուրս լավ ու գրավոր քննության ժամանակ մենք բոլոր ամբողջ կուրսը գիտեր իհարկե, դա բացի դասախոսից պատմության հետ կապված քննություններ, հիմա չեմ ուզում առարկան ասել, բոլոր հարցերը անգլերեն թարգմանած ինքը իր տետրի մեջ գրել էր եւ
քննության ժամանակ սեղաններ էր տետրը, այսինքն անգլերենի համար խնդրեմ չէր եւ այն հարցը, որ իրեն ընկել էր, ինքը բացել էր տետրը անգլերենի, որը կասկած չէր հարուցել բնականաբար, քանի որ պատմության ժամին անգլերենի տետրը ոչ մի բանով չի կարող օգնել, եւ այդ հարցը շատ հանգիստ թարգմանելով էլի գրել էր։ Իսկ վերջում մեկ խորհուրդ. սիրելի ուսանողներ, մինչ ամենատարբեր ծածկագրերին ու խորամանկություններին դիմելը, հիշեք, որ այդ նույն ժամանակը կարելի էր օգտագործել պարզապես առարկան սովորելու համար։ Երիտասարդների մեծ մասն ինքնահաստատվում է աշխատանքի միջոցով, սակայն շատերն աշխատանք չունեն, ոմանք էլ դժգոհ են ունեցածից։ Ձեզ ենք ներկայացնում աշխատանքի մի քանի առաջարկներ վերցված ինտերնետային կայքերից։ Գլխավոր հաշվապահի աշխատանք է առաջարկում GTMC արտադրական գործակալությունը։ Մրցունակ դիմորդները պետք է հաշվապահի կամ ֆինանսիստի մասնագիտության բարձրագույն կրթություն եւ 5 տարվա աշխատանքային փորձ ունենան ցանկալի արտադրության ոլորտում։ Աշխատանքի պայմաններին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ ընթերցելով 3w.careercenter.am-ում տեղադրված աշխատանքի հայտարարությունը։ Իսկ դիմել ցանկացողները կարող են ուղարկել համառոտ կենսագրականները assistant1 shnik@earthlink.net էլեկտրոնային հասցեով մինչև դեկտեմբերի 27-ը։ Բրիտանական կրթական ծառայություն եւ տուրիզմ կազմակերպությունը փնտրում է վստահելի անձանց Հայաստանում տուրիստական խմբերի հետ աշխատելու համար։ Դիմորդներից պահանջվում է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների գերազանց իմացություն, համակարգչային գիտելիքներ եւ տուրիզմի բնագավառում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։ Աշխատանքին դիմելու համար համառոտ կենսագրական ու լուսանկար կարող եք ուղարկել info@shnik.biz.am հասցեով մինչև դեկտեմբերի 27-ը։ Լավ աշխատանք գտնելու նախապայմանը լավ կրթություն է։ Իսկ այդպիսի մի եզակի հնարավորություն առաջարկում է Հայաստանում բրիտանական խորհուրդը իր The British Chevening Scholarships 2007-2008 ծրագրով։ Այն իրենից ներկայացնում է 3-ից 12 ամիս տևողության մի ծրագիր, որը մրցութային կարգով ընտրված երիտասարդների բոլոր ծախսերը հոգալով նրանց Անգլիայում կրթվելու հնարավորություն է տալիս։ Դիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 21-ը։ Այնպես որ շտապեք ծրագրի մասին ավելի մանրամասը տեղեկանալ բրիտանական խորհրդի կայքում, որն է 3w.britishcouncil.am-ը։ Մեր քաղաքի մնջախաղի միակ թատրոնը տարածք չունի, սակայն շարունակում է աշխատել ժամանակավոր լուծումներ գտնելով։ Թատրոնի հերթական հանգրվանը տիկնիկայինի շենքն է։ Երևանի մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Դիանա Ներսիսյանն այժմ ամեն օր Երևանի տիկնիկային թատրոն է գնում փորձերի։ Ընդամենը մի քանի տարի առաջ Դիանայի փորձասենյակը 1 պարարվեստի ուսումնարանում էր, 1 պատանի հանդիսատեսի թատրոնում, 1 Գոյում ու Պարոնյանում, Գեղարվեստի ակադեմիայի ուսանողական թատրոնում։ Որպես դերասան ես կարող եմ ասել, որ շատ մեծ խնդրեմ է հանդիսանում, որ դու չունես քո տունը, այսպես ասած, քո տարածքը, որտեղ կարող ես հանգիստ աշխատել, որովհետև մեր ժանրը պահանջում է երկար ժամեր աշխատելու եւ չմտածել, որ հիմա կարող է գան հանեն մեզ այստեղից, որովհետև տեղը պետք է զբաղեցնեն եւ լարումը չպիտի լինի, պետք է տրվես աշխատանքիդ եւ ինչքան որ գնում է աշխատանքը, այդքան էլ մնաս այդ տարածքում եւ այդ զգացողությունը, որ դա քոնն է, դա նաեւ ինչ որ մի էներգետիկ ուժ է տալիս աշխատելու համար։ Արդեն 2 տարի է մնջախաղի պետական թատրոնը ներկայացումների փորձերը տիկնիկայինի շենքում է անցկացնում, սակայն փորձասենյակի համեստ պայմանները դերասաններին աշխատելու եւ ստեղծագործելու բավարար հնարավորություն չեն տալիս։ Մնջախաղի թատրոնը Հայաստանի ամենահետաքրքիր թատրոններից մեկն է։ Մնջախաղի թատրոնը այն թատրոնն է, որը միշտ շատ արժանավույնս է ներկայացնում հայկական թատերական արվեստը արտերկրում։ Ցավոք սրտի հնարավորությունները ինձ չեն տալիս հնարավորություն տավտալոգի համար կներեք այդ թատրոնին ինչ որ ձևով օգնել բացի այս չնչին բանից, որը մենք անում ենք, բայց անձամբ ես որպես քաղաքացի, որպես մտավորական, որպես արվեստագետ Մնջախաղի թատրոնի այս վիճակից ինձ ամեն օր զգում եմ վիրավորված, որովհետև մեր երկրում փաստորեն մահանում է մի հրաշալի թատրոն, մի հրաշալի թատերական ձև եւ դա որևէ արդարացում դա չունի, որևէ արդարացում չունի ոչ մեկի համար։ Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի խոսքերով, սա փոքր խմբի եւ ոչ թե լիարժեք թատրոնի աշխատանք է։ Լիարժեք թատրոնը ենթադրում է անընդմեջ փորձեր, ներկայացումներ, շաբաթական գոնե 3 օր, ստուդիաների աշխատանք, նոր նախագծեր եւ համագործակցություններ։ Մնջախաղի ժանրը այնպիսին է, որ մշտական process է անհրաժեշտ ապահովել մարզավիճակ
պահպանելու համար։ Խոսքը միայն ֆիզիկական մարզավիճակի մասին չի, խոսքը փսիխոֆիզիկական մարզավիճակի մասին։ Շատ կարևոր է, որ մշտական process-ը երկարատև տեղի ունենա եւ բնական է, որ երբ որ մենք չունենք պայմաններ, մենք այդ process-ները պրակտիկորեն չենք կարողանում ապահովել։ Թատրոնի գլխավոր նպատակն է գտնել եւ պահպանել հայկական մնջախաղի տեսակը։ Այդ որոնումների արդյունքում է ծնվել վերջին ներկայացումը՝ Շերանիկը։ 2004 թվականին Մնջախաղի պետական թատրոնը Երևանում մեծ շուքով նշեց իր 30-ամյակը։ Այս տարիների ընթացքում թատրոնը երբեք սեփական շենք չի ունեցել, չնայած արդեն 24 տարի է պետական է։ 1990-ականներից էլ մշտական խաղացանկ ունի։ Թատրոնի պատմության մեջ քիչ կլինեն դեպքեր, երբ կա թատրոնը 32 տարի եւ 32 տարվա մեջ ընդհանրապես չի ունեցել ոչ սեփական տանիք, ոչ սեփական բեմ, լինում է, որ թատրոնները ամեն ինչ ունեն եւ աչքի առաջ է փլուզվում, ինչպես թղթախաղի տնակ, իսկ այս մեր բոլորի կողմից սիրված Մնջախաղի թատրոնը կարծես հակառակության ոգուց նաեւ այսպես ելնելով ամեն տարի ապացուցում է, որ ինքը ոչ միայն կա, ինքը ոչ միայն գործում է, այլև գնում է դուրս Հայաստանի սահմաններից եւ վերադառնում է հերթական հաղթական քայլը արած, որպեսզի ես չեմ այս պահին զլանում ասել, որպեսզի հերթական անգամ մեզ ամաչեցնի։ Նախկինում երիտասարդ դերասանները հետաքրքրությամբ են աշխատել Մնջախաղի թատրոնում, սակայն այժմ չտեսնելով վաղվա օրը նրանցից շատերը երկընտրանքի առջև են կանգնում։ Այս խնդիրները իհարկե բերում են մի վատ հոգեկան վիճակի, որ այդ անորոշությունը եւ ոչ ստաբիլ վիճակը, այդ որ դու ուզում ես գազ փորձել եւ չես կարողանում, որ դու ինչ որ գաղափար ունես, քեզ պետք է տարածք, որ դու կարողանաս իրականացնել այն, գուցե ուղակի փորձի առումով, ու դու չես կարողանում, դա շատ է խանգարում, շատ է կոտրում եւ բնականաբար փորձում ես մտածել, քեզ գտնել ուրիշ միտեղ։ Ստեղծված իրավիճակը շատ ուժեղ, ուժգին անդրադառնում է թատրոնի ներքին, ուրեմն խոհանոցի վրա անգամ, որտեղ դերասաններն ուզում են, որ ներկայացումներ խաղացվեն, ուզում են նոր ներկայացումներ արվեն, փառք Աստծո անում ենք նոր ներկայացումներ, բայց մենք խաղալ չենք կարողանում ոչ մի կերպ։ Այս տարի երևի դրսում ավելի շատ ներկայացումներ ենք խաղացել, քան թե Երևանում։ Մշակույթի նախարարությունում հավաստիացնում են, որ խնդիրը մտահոգում է պաշտոնյաներին։ Մինչ օրս յուրաքանչյուր ներկայացում խաղալու համար թատրոնը ստիպված է եղել վաճառված տոմսերի գումարը այս կամ այն թատրոնի բեմի վարձակալությանը տալ։ Սակայն եկող տարվանից պետությունը թատրոնին բեմի վարձակալության գումար կհատկացնի։ Առայժմ կարող եմ ասել միակ բանը, որ իրական է եւ գործնական կարող է դառնալ, եթե ոչ այսօր ապա վաղը, Զարյան փողոցի վրա մենք հետ վերադարձրինք տարածք, բավական մեծ տարածք է եւ այնտեղ, քանի որ ձեզ ասեմ, մենք 16 պոակ ունենք, որ այսօր բացի Մնջախաղի թատրոնից չունեն ոչ սեփական անկյուն, ոչ բեմ, ոչ փորձասենյակ, ապա դա կլինի մի այսպիսի հավաքական տեղ եւ որոշ պոակներ այնտեղ հենց այս դեպքում առաջին հերթին կամ առաջիններից մեկը Մնջախաղի թատրոնին կտրամադրվի եւ փորձասենյակ եւ նույնիսկ նրանք գրասենյակ էլ չունեն եւ այդ գրասենյակային տարածքները։ Թատրոնում շենքի խնդիրը միշտ էլ եղել է, դերասաններն էլ միշտ շրջանցել են այն ու նոր ներկայացումներ խաղացել։ Այսօր ռեժիսոր Յուրի Կոստանյանը նոր ներկայացում է բեմադրում, փորձերը շարունակվում են։ Չգիտեն ներկայացման պրեմիերան որ թատրոնի բեմում կկայանա, բայց հավատում են, որ մի լուծում անպայման կգտնվի։ Հաղորդաշարի նկարահանումներին աջակցել է Հայկազ գեղեցկության սրահը, հասցեն Մարշալ Բաղրամյան 50, հեռախոս 22 80 31։ Վերջ, այսօրվա համար այսքանը։ Ձեր առաջարկներով գրեք մեզ անկախության սերունդ շնի karmnewscenter.am հասցեով։ Ձեզ հետ Շուշան Հովանիսյանն էր, մինչ նոր հանդիպում։